Տեսեք, նախ եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին, որովհետև նա մինչև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Երկրորդը, Գրիգոր Լուսավորչի մահից 25 կամ 26 կամ 27 Գրիգոր Լուսավորչի մահվան տարին մի քանի տարբերակներ կա, անց տեղի ունեցել, ելի եմ ասում, Աշտիշատի ժողովը, եկեղեցական ժողովը, Արշակ II թագավորի օրոք եւ Ներսես մեծ կաթողիկոսի օրոք եւ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Եվ դրանից հետո ես մի հատ երկրորդ գիրքը արդեն բերեցի ինձ հետ, Կանոնագիրք հայոցը, որը ելի եմ ասում, շատ կարևոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտահայտության նախարարությունում գրանցված Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության համաձայն ունի իրավաբանական ուժ այս գիրքը։ Եվ ահա Աշտիշատի ժողովից հետո էլի ժողովներ են տեղի ունեցել, որոնք հետևյալ կանոններն են սահմանել։ Ես հիմա մի քանիսը կընթերցեմ ուղղակի։ Կանոնագիրք կանոն Գրեմիա Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Երթմնազանցությունը տվյալ դեպքում նաև կուսակրոնության ուխտագիրը ստորագրած խախտելու մեջ է։ Հաջորդ կանոնը Շահապիվանի ժողովի կանոնը, որը ասում է, կանոն Ա, եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոն է դա, օրենք է, սահմանադրություն է։ Հաջորդը Շահապիվանի կանոնագիրք կանոն Բ, եթե քահանան պղծության, պոռնկության, վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, քահանայություն չանի, այսինքն պետք է զրկվի։ Հաջորդը էլի Շահապիվանի ժողով եպիսկոպոս 3 կամ սարկաված կամ պաշտոնյաներից կամ ուխտավորներից որևէ մեկը չհամարձակվի տանտիկին պահել, ինչպես մծղեից սովորությունն է, մծղեները աղանդավորներից կարծեմ Պավլիկյաններին էին այդպես անվանում, եթե հայտնվի այդ ու հաստատվի կարգալույծ լինի հանցավորը։ Սա ասում եմ այն դեպքի համար, երբ որ կասեն չէ, դա պոռնկության կամ շնության դեպք չի, այլ ընտանեկան, բան ստվերային, բայց հարաբերությունը։ Ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում։ Սա Հայաստանի ծառայքելական Սուրբ եկեղեցու կանոններն են, հաստատված դար, մեր պապական ավանդույթով։ Ես որ արձագանքեք, ես էլի կշարունակեմ, որ չարաշահեմ։ Արձագանք։ Խնդրեմ շարունակեք, պարոն վարչապետ։ Պարսեղ մեծի կանոնները, էլի ես կանոնագրքից է, ինչ որ ասում եմ, այստեղից է։ Կանոն Ժ, կույսերը, որոնք մի անգամ խոստացել են նվիրել իրենց Քրիստոսին, եթե մարմնավորական ախտի մեջ կընկնեն, անարգում են այն ուխտը, որ դրել են Աստծու հետ, դրանց մեղանչումը ավելի չար է, քան արյունը։ Այդպիսի կույսը շնացողի պատժին է արժանանում։ Հաջորդը իթ կանոնը, կույս լինելու խոստում անողը, եթե երթմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկվի, նույն պատժին ենթարկվեն կուսակրոնության խոստում տվողները, որոնք այդ ուխտը խախտել են։ Այսինքն հասկանում եք, այստեղ Գրիգոր Լուսավորչի
զուգահեռը ընդհանրապես տեղին չէ։ Էլի ասում եմ, հայ առաքելական եկեղեցու կանոնների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ օրինակ կտրիչ ներսիսանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլ որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, որովհետև նա այս կանոնների համաձայն պղծության, շնության, պոռնկության եւ այլն մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, դադարում է լինել քահանա, դադարում է լինել կաթողիկոս, ամեն շատ պարզ է, ըստ հայ առաքելական եկեղեցու կանոնների եւ ավանդի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Նրանք պղծում են մեր եկեղեցու դարեդար ավանդված կանոնները։ Շնորհակալ եմ։ Добрый день, друзья мои. Сегодня я обещал эфир на русском языке. Он будет на русском. И в конце я перейду на армянский, но в начале на русском языке будет. Не знаю, что со связи. Ну, вы понимаете, о чем речь. Предпочли Армению более чем другие страны, добро пожаловать домой. Ничего с вами не будет, и все будет нормально. Есть вот интересная штука, знаете, вот в личностном отношении, вот так, человек-человек, да, у армян симпатии к евреям. В государственном отношении к Ирану. И обвинять Армению в этом не надо, не стоит, потому что дорога жизни у нас Иран. Во время войны с Израиля грузовые самолеты летели в Азербайджан, привозили им оружие. Мы несколько раз услышали циничную фразу от правительства Израиля, что ничего личного, это только бизнес. Вот поставьте себя на наше место. Вы бы поняли такое правительство? Вы бы поняли такую страну? Естественно, симпатия Армении к Ирану. Мы с Ираном получаем и газ, и нефть, и много что, и продукты, и так далее, и так далее. Это у нас дорога жизни. А Израиль давал Азербайджану лоры, беспилотники и так далее, и так далее. Естественно, наши симпатии к Израилю, это нормально. Вы бы сделали то же самое. Но в личном отношении, вот я себя, вот как конкретная личность, да, у меня столько прекрасных друзей в Израиле. Один Дима Брикман чего стоит, с его серией фотографий «Глаза Армении», как он Армению любит, сколько у него было текстов про Армению и так далее. Жванецкий, он же тоже еврей. Я горжусь тем, что я с этим человеком был знаком. Сколько он прекрасного рассказывал про Армению мне. Лемкин, да, вот, слово «геноцид» еврей написал, посвятив армянам. И в Ереване я жил на протяжении нескольких лет на улице Лемкина, в отеле. Это на улице Лемкина, это опера «Сюит отель». Господи, я сейчас как рекламирую. Нет, ни в коем случае. Но это... То есть, как евреи, есть хорошие. И их очень много. Но как государство Израиль, да, оно антиармянское. И наше отношение к Израилю вот такое. Это нормально. Но раз вы приехали в Армению, русские, украинцы, евреи и так далее, добро пожаловать домой. Выбрали Армению, любите Армению. Вы дома, это земля обетованная. Я прочитал у еврея, который переехал в Армению, писатель, и не спрашивал у него разрешения, поэтому имя не называю. Он сказал, наши границы, имея в виду Армению, с Ираном, вот как только ты сказал наши границы с Ираном, ты все, местный, все вопросы закрыты.
добро пожаловать домой. Никакой юдофобии ты не увидишь в личном отношении и антисемитизма. В Фейсбуках, в соцсетях и так далее, друзья мои, очень много такого, что люди заходят, разговариваешь с ним в реале, он нормальный человек. Заходит в соцсети, он такой радикальный, такой это, то ли хейп собирает, то ли что и так далее. Это минус соцсетей. Ну, еще Довлатова назову, да, я воплощение армянина и еврея. Вот мама у него армянка, папа еврей и так далее. Как он обожал и тех, и других, и так далее. И мы, и вы гордимся Довлатовым, да. Скажу поминальную молитву, спектакль. Я смотрел этот спектакль в театре Станиславского. Это про очень тяжелые дни еврейского народа. Очень тяжелые дни. Потом тот же спектакль я увидел в Питере. Причем в Питере играли боги. Играл Леонов, играл Абдулов. То есть там... Но вы знаете, Ленком так не сыграл, как в Армении. Видимо, вот эту боль понимаем только мы. Только мы смогли передать людям. Зал стоял, аплодировал, плакали, люди плакали. В Армении, в Станиславском. То есть ни в коем случае вот, антисемитизма в Армении личностного нет. Но против государства Израиль, конечно, да. Ну, так сложилось. Наша вина тоже в этом есть, конечно. Что мы не наладили отношения с Израилем и так далее. Вот смотрите, что делают в Баку. Еврейские группы туристов, они возят по Баку, по местам, показывают эти места и говорят, вот здесь армяне убивали евреев. Вы понимаете абсурд ситуации? Они работают по всем направлениям вот этим. Мы нет. Но на самом деле гораздо больше антисемитизма в Баку, в Азербайджане, чем в Армении. Кто живет в Армении, они знают это. Я хотел еще сказать по теме, что ко мне действительно приезжали люди с Израиля из одной фирмы, которая производит оружие. Действительно, были переговоры. В Ереване я их встретил, я их разместил в отеле и так далее. В то время наше правительство было виновато, что мы это не задействовали. Я говорю факты. Это было, действительно было. Да, в чем-то и наша вина, что это не случилось. Но в данный момент, да, Иран наш гарант южных границ. Один из гарантов, скажем так, наших южных границ, друзья мои. Поэтому мы, да, поддержим Иран. Хотя по менталитету нам ближе Израиль, чем иранцы, потому что они мусульмане, все-таки, как говорят, чокин культура, да? Ну, вот случилось то, что уже случилось. Более того, скандалы в Израиле были часто, что то плюют на наш крест, то пытаются ворваться в армянский квартал и так далее. Так? В Иране этого нет, хотя в Иране есть очень древние армянские церкви. Если я не ошибаюсь, могу ошибиться, но, по-моему, самая первая армянская церковь на территории Ирана. Ни разу таких случаев не было, чтобы персы напали на армянскую церковь. В Израиле бывает. Вот понимаете, на фундаменте того, что Иран вот для нас и Израиль против нас, естественное отношение к государству Израиль. Но именно вот антисемитизма, еще раз повторяю, антисемитизма на бытовом уровне вы не увидите никогда. Ну, нету этого в Ереване. Я вырос в Ереване. Мой близкий друг, с кем мы дружили, каждый день дружили, он сейчас в Израиле живет, Сигалов Миша. Он еврей. Но не было ни разу, чтобы к нему кто-то подошел, ты еврей и так далее, и так далее. Армяне очень толерантная нация. Сейчас просто вот эти соцсети позволили любому...
Ладно, друзья мои, я вот это всего лишь хотел объяснить, потому что очень много мной уважаемых людей, евреев, предпочли жить в Армении, а не в Израиле. Причем у некоторых израильские паспорта. Причем не потому они выбрали Армению, потому что Израилю что-то грозит. Армения тоже грозит. Они предпочли Армению, потому что полюбили эту страну, полюбили этот народ, полюбили это. К вам со всем респектом добро пожаловать домой. Сейчас я перейду на армянский, друзья мои. Ժողովրդյան, ուրեմն ուզում եմ Տաշիր Սամոյի բանից խոսամ, հիմա սկանդալա, ասենց սաղ դրանից է խոսում եւ այլ։ Դուք բոլոր տեսնում եք ինչ է կատարվում մեր ջրի հետ, ջրի հարցը Երևանում, լույսի հարցը Երևանում եւ այլ, չէ՞։ Տեսեք, որ Երևանում էի, առավոտյան, ասենք ժամը 10-ին ինձ հրավիրել են ինտերվյու հեռուստատեսություն։ Ես զարթնում եմ, որ նորմալ մարդ է, չէ՞, զարթում ես, պետք է գնաս դուշ, ու բանանես դուրս գաս, այ մարդ, լույսը կտրել են, ոչ լույս ունես, ոչ ջուր ունես, ոչ բան ունես եւ այլ։ Տաշիր Սամոյի ձեռն է այդ լույսը։ Ստադիոնում է լույսը անջատվում, համերգի ժամանակ է անջատվում, Նիկոլը միտեղ գնում է, անդե լույսը ինադու անջատում է եւ այլ։ Մի ամիտ է եղել, մի անգամ, երկու անգամ, հո սա դեբիլ չենք, սաղս հասկանում ենք, հայ ենք։ Հա, հիմա օբերբաժինը հետևից գնացել է հենց այս մոմենտի, ես չունեմ օպերատիվ ինֆորմացիա, ինչ եղել, բայց իրանց կարիվ սիվո, հա, ձերբակալելու են, ու լավ են անելու։ Ու էսի հիմա մոմենտը, որ էլեկտրաստանցիան իր ձեռի քիչ վերցնեցեք։ Как раз այդ մոմենտն է եկել։ Պարոն Փաշինյան, այս որ հայոյանքով գրում ես, հայոյանքին չկա ընդ, բայց շատ կոպիտ գրում ես, իմ դուրի չի գալիս։ Ուղղակի գործ արա, խնդրում եմ։ Իմ վարչապետը այդ տոնով չպիտի խոսա, բայց գործ արա։ Այդ հո ինքը ձերբակալվի, բաց չթողվի, այդ ժամանակ հազարատ հայոյանքի տեղ կանի։ Գնացեք, բանը ոստիկանին այն օրը հասցրեց են աղջիկը, այստեղ էր հասե արդեն, մի հատ բրթեց, վայ, Տեր Աստված ոստիկանին էլ գործից անին։ Ախր դրա մեջ է մեր խնդրեմը, հասկանում եք, ինձի բան են ասում, ես գիտեմ, ես պատժեմ, ես նստելու եմ բերդ։ Հա, հասկացանք, բայց այդ աստիճանի չպիտի հասնի այդ ամեն ինչը։ Դեբիլները կան, լիքն են, կուդա же без них։ Հիմա աստված դա, պարոն Փաշինյանը նենց անի, որ այդ դեբիլներից մենք պրսնենք, ուղակի պրսնենք։ Այդ ժուրնալիստներից, այդ պրովոկատորներից, այդ ամեն ինչից, Տաշիր Սամոներից, դավաճաններից, սրբազաններից եւ այլ։ Սրբազանների մասին, կաթողիկոսի մասին խոսակցությունը արդեն ինչքան ժամանակ է գնում։ Ինչի՞ չէ սկսել այդ գործը։ Խոսում ենք։ Մենակ խոսում ենք։ Գործը սկսեք, գործ արեք։ Ու պահանջեք գործը։ Ես մի հատ օրինակ ուղակի բերեմ, բանը Մալասիա Սեբաստիայի թաղապետը Ռոմիկ Մխիթարյանը։ Ինքը չէ այդ լապատկով գործ անում, կամ ինքը բան գծում եւ այլ։ Ինքը ուղակի ղեկավարում է։ Ինքը ստիպում է գծողներն էլ աշխատեն, լապատկովն էլ աշխատի եւ այլ։ Պարոն Փաշինյան, այո, ստիպեք որ աշխատեն։ Գիտեք մեր թիմը, Ժողովուրդ ջան, ես գիտնական չեմ։ Մեր թիմը բոլորը գիտական են, ես չէ։ Я всего лишь организовываю работу. Բայց իմ թիմը աշխատում է։ Մի հոգի կար մեր թիմում, որ պոնտեր արեց, իբր թե գիտնական է, բան ոչ մի բան չարեց, մի անգամից։ Մի հատ էլ պարկով փող վեկալավ թռավ։ Լավ, չոր с ним։ Բայց այո, организовывать нужно уметь. Вот организуй, պարոն Փաշինյան։ Այդ կազմակերպելը պետք է աշխատանքը։ Ու պահանջելը, կաշին քերթելը, որ աշխատեն։ Իհարկե դուք ամենալավ ավիատորը չեք, ամենալավ շախտյորը չեք, ամենալավ, չգիտեմ, բանը չեք, բայց այդ մարդկանց, այդ մասնագետներին հավաքեք ու պահանջեք, կաշին քերթեք, որ իրանք աշխատեն, իրանք կազմակերպեն։
Դա նորմալ է, դա բոլորն են տենց աշխատում։ Ցանկացած հաջողակ ֆիրման տենց է աշխատում։ Умение организовывать։ Լավ, Ժողովուրդ ջան, այսօր էս է ուզում ասել, ուղղակի բանը, այս որ հրաները Հայաստանում են դիսկուսիաներ կան մի քիչ բանի մեջ Facebook-ում ու ես էֆիրում ասեցի, որ իրանք հասկանան, որ մենք ոչ մի ազգին չենք ատում։ Տեսեք, մոտ Ռուսաստանում այս կովիդի տարիում, Ժողովուրդ ջան, Մոսկվայի միջել ինքնաթիռով պատմել եմ իմ կարծիքով այս պատմությունը մի անգամ էֆիրում։ Հա, բանը մի 3 օր Շիրմեթիևը аэропортում պահեցին մեզ, հա։ Դե այնտեղ հյուրանոց կա, հա, հյուրանոցում է ապրում, բայց մարդիկ կային, որ այդ ֆինանսի հնարավորություն չունեն, այնտեղ գնան հյուրանոց մնան, բան սոված են այդ մարդիկ։ Ու կանգնած եմ ռեգիստրացիա բանի ինֆորմացիայի ստոկի մոտ ու 3 հատ ադրբեջանցի ջայլ տղա են կանգնած, ասում է բանը, բայց մեզ մի ձև Բաքու ուղարկեք, էլի, մենք սոված ենք, տոմսը ձեռներս է, կորել է արդեն, մենք սոված ենք եւ այլ։ Ես հանեցի իրանց 50 եվրո փող տվեցի, ասի գնացեք հաց կերեք։ Իրանք գումարը չվերցրեցին, բայց իրանք սենց արեցին, սենց ասում է клянусь хлебом, это իրանց բառն է, клянусь хлебом ասում է мы не ожидали, что Армянин нам вот предложит деньги и так далее. Բոլորս մարդ ենք ու հայ լինելով, այո, даже այդ սոված ադրբեջանցուն ես հացը գտամ, բան չեմ անի։ Ուրիշ հարց, որ իրանք չվերցեցին, բայց տալիս էի, չէ։ То есть ցանկացած ազգը, որ գալիս է մեր մոտ, այսենց ընդունում ենք։ Բարի գալուստ Հայաստան։ Մենք այդ ազգն ենք, Ժողովուրդ ջան։ Լավ, բոլոր դեպքերում մի քանի օրից էֆիր ես փորձեմ Արտակ Ղուկասյանի հետ շոտիկի անեմ, մենք երկուսով խոսենք, կա բաներ ասելու, կա ռազմաարդյունաբերությունից բաներ ասելու եւ այլ, բայց Աստված տա էս Իրան-Իսրայելի պատերազմին մի ուրախացեք ոչ նրանց հաղթանակին, ոչ նրանք։ Ժողովուրդ ջան, մեր վրա էդի դորդբեշը նստելու այդ պատերազմը։ Մեզ պետք է որ այդ պատերազմը շատ արագ ավարտվի։ Աստված տա որ դա ստացվի տենց։ Լավ եղեք, բոլորիդ սիրում եմ, բոլորիդ գրկում եմ։ Լավ եղեք։